մենք ավելի պատկերավոր հասկանալ, թե ինչ է տալիս Հայաստանին այս պայմանագիրը։ Ինչպես նշվեց նիստի ընթացքում, սա տալիս է հնարավորություն, այսինքն հնարավորություն ստանալու հրավեր եւ որոշում ընդունելու մասնակցել այդ առաքելություններին կամ չմասնակցել։ Առանձին դեպքերում բնականաբար առանձին որոշումներ կկայացվեն, այսինքն սրա մասին է համաձայնվում։ Այլ որ թեժ կետերում հնարավոր է, որ այս մեր Հայաստանի ինչ-որ մասնակիցներ միանան։ Եվ Հայաստանը ինչ է տալու էլի ընդհանուր առմամբ։ Ես հիմի չեմ կարող կոնկրետ ասել, որտեղ Հայաստանի մասնակցությունը կլինի, ինչպես նշեցի, առանձին հրավերներ կլինեն եւ կկայացվեն որոշումներ մասնակցության կամ չմասնակցության մասին։ Հիմի այս պահին մանրամասնել թե որտեղ Հայաստանը կմասնակցի վաղաժամ է, իսկ ինչ է տալիս Հայաստանին, ինչպես նշեցի նիստի ընթացքում եւ ինչպես գործընկերներն են նշեցին, դա տալիս է առաջին հերթին հնարավորություն ծանոթանալու եւ ապագայում կիրառելու միջազգային փորձը ճգնաժամերի կառավարման տարբեր ոլորտներում։ Այսինքն առանձենք են, չէ՞, ինչպես ասած։ Որոշ դեպքերում կարան դենքով լինեն, մյուս դեպքերում առանձենք, այսինքն ճգնաժամային կառավարումը ԵՄ դա տարբեր ոլորտներին է վերաբերում, այդ թվում կարող են լինել բժիշկներ, կարող են լինել սակրավորներ, տարբեր։ Այս ֆոնի վրա, պարոն Սաֆարյան, հետաքրքիր է, որ Հայաստանը կրկին չի մասնակցելու ՀԱՊԿ-ի վերջին նախատեսված համաժողովին, բայց միաժամանակ պատասխանատու Պաշտոնյանները տեղեկացրել են, որ հայտարարել է համաձայն է այսպես այդ խորհրդաժողովի ժամանակ ներկայացված փաստաթղթերին։ Սա ինչպես է գնահատում, դեռ Հայաստանը սառեցված է, բայց շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում եւ այս մանյովրը չենք մասնակցում, բայց պատրաստ ենք համաձայն ենք բոլոր փաստաթղթերի հետ։ Սա ինչպես է գնալ։ Եվ զուգահեռ այդտեղ չեք մասնակցում, այստեղ Եվրամիության հետ կապված այսպիսի համաձայնագիր է ստորագրում։ Այսպես այդ քաղաքական այդ կա թե չէ։ Պետք չի կապել այս երկու գործընթացները կամ դրվագները իրար հետ։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի ձևաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, ինչպես դուք նշեցիք, եւ չենք խոչընդոտում որոշումներ, չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Իսկ այս համաձայնագիրը ես չէի կապի որևէ կերպ այլ ինչ-որ գործողությունների հետ Հայաստանի դիվանագիտական կամ քաղաքական։ Պարոն Սաֆարյան, եթե չեք խոչընդոտում փաստաթղթերի ստորագրմանը, ընդունմանը եւ հայտարարում եք, որ սառեցնում է Հայաստանի մասնակցությունը այս ամենին, ի՞նչն է խանգարում դուրս գալ, որ ոչ մի բան Հայաստանը այս կառույցում չի ուզում անել, չի խանգարում, չի օգնում, չի մասնակցում։ Ո՞րն է պատճառը, որ դեռ ՀԱՊԿ-ում եք մենք։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Ես հավելում չէի անի դրա մասին, այսինքն հայտարարված քաղաքականությունը այն ինչ որ նշեցի։ Պատճառ կար մնալու, ուզում եք հասկանալ, պատճառը ո՞րն է, որ դեռ հապաղում եք, մնում եք։ Այդ քաղաքականությունը հանրությանը չի բացահայտում, ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, բայց այս փուլում այսպեսին է քաղաքականությունը։ Մտավախություն կա, որ ռուսների հետ հարաբերությունները կարող ավելի լավեն, դրա համար եք այսպես ոչ այստեղ եք, ոչ այնտեղ եք։ Մենք այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք այս փուլում դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստանը որ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ,
կիմանաք բնականաբար։ Պարոն Փոխնախարար, խնդրում եմ ասեք, ինչ փուլում է խաղաղության գործընթացը եւ արդեն ժամկետներ նախամշված է, թե նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը երբ հնարավոր ստորագրել եւ երկրորդ հարց խնդրում եմ մանրամասնել նաեւ, թե ինչ փուլում է սահմանագծման գործընթացը, տեղաշարժ կա, թե ստատիկ միջակայքում է։ Խաղաղության գործընթացի մասին մանրամասն անդրադարձ կատարվել է նախարարի կողմից հենց ազգային ժողովում ես այս փուլում հավելյալ որևէ բան չէի ավելացնի գործընթացը նորմալ շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի այդ առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին եթե լինեն այսինքն դա process է որը որ իրականացվում է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ղեկավարների կողմից եւ մենք միշտ հաղորդագրությունների միջոցով տարածում ենք այն ամենը ինչ որ կատարվում է Սյունիքում է շարունակվելու։ Մեր Գրիգորյանն ասել է, որ սահմանազատում նաև Թրամփի Ուղղակի այդ կապված ասում են, որ Սյունիքով հնարավոր է շատ լավ շարունակել։ այդ հայտարարությանը այս բանին ես ավելացնելու բան չունեմ եթե լինի զարգացում անպայման կլինի հաղորդագրություն Ձեզ հապաղում է գործընթացը։ Աշխատանքներ հիմա տարվում են այս ուղղությամբ։ Անընդհատ աշխատանքներ են տարվում։ Պարոն Փոխնախարար, ստորագրման ժամկետների հետ կապված հարցեր կարծեք թե բայց թողեցիք կան մոտավոր ժամկետներ։ Չէ, մոտավոր այսինքն հստակ ժամկետների մասին չեմ կարող ասել։ Պարոն Սաֆարյան, տրիպի հետ կապված քննարկումներ ընթանում են եւ երկու ընկերություն, քանի ընկերություն կարող է լինել, որովհետեւ այսպիսի տեղեկություններ կան մամուլում, որ ԱՄՆ-ից ասել են, որ եւս երրորդ կողմ պետք է լինի, բացի այն, որ Հայաստանը եւ ԱՄՆ-ն նաեւ մեկ ընկերություն Ռուսաստանից պետք է լինի, արդյոք նման առաջարկ կամ ակնարկ արվել է ԱՄՆ-ի կողմից որպես երրորդ ընկերություն պետք է Չեմ լսել այդպիսի տեղեկատվություն, քննարկումները ամերիկյան կողմի հետ հիմա շատ ակտիվ ընթանում են, որևէ այլ մանրամաս այս բանը ես չեմ կարող դրա մասին հայտնել, այսինքն չկա այլ որ հայտնել։ Իսկ մեր պատկերացումները ինչպիսին են, ինչ ընկերություններ կարող են լինել եւ կան բացառություն, որ օրինակ հնարավոր չի Թուրքիայից որևէ կազմակերպություն ներգրաված լինի։ Այդ երկու կողմերն են որոշելու, բնականաբար ամեն կողմ ունի իր մոտեցումները, երկու կողմի խորհրդակցությամբ է դա որոշվելու, որը պետք է Հայաստանի դիրքորոշումը։ Այն ինչ որ կարտահայտվի այդ որոշումների մեջ, այս փուլում պետք չի ավելի մանրամասն խոսել դրա մասին, բայց բնականաբար երկու կողմերի շահերին պետք է համապատասխանի այդ ընկերությունների ընտրությունը եւ առաջին հերթին պետք է ստեղծվի համատեղ ընկերությունը առաջին փուլում։ Հիմա քննարկումները հենց դրա մասին են ընթանում, հայ-ամերիկյան համատեղ ընկերության հիմնման մասին։ Իրենց պատկերացումների կամ պահանջների մասով։ Չէ, այս բանը չեմ կարող խոսել։ Սաֆարյան, երբ ռուս-ուկրաինականի դեպքում մենք տեսնում ենք, որ Մոսկվան ու Վաշինգտոնը ամեն դեպքում պայմանավորվածությունների փորձում են գնալ։ Այսինքն դուք բացառում եք, որ հարավային Կովկասում, որը մշտապես համարվում է Ռուսաստանի այսպես ազդեցության գոտին, նույն Թրամփի ուղու հետ կապված այսպես համաձայնություն լինի, ինչի նման մամուլում այդ հոդվածը կար, որ պետք է արտուղարի օգնականի վերջին այցի տարածաշրջան այցի ժամանակ հենց դա է ասվել, որ երրորդ ընկերությունը կարող է ռուսականը լինել եւ սա ըստ այդ հրապարակման շոկ է առաջացրել Հայաստանի իշխանությունների մոտ։ Իսկ բացառում եք, որ հնարավոր է նույն հարավային Կովկասում Ռուսաստան Միացյալ Նահանգներ համագործակցություն լինի։ Գիտեք, ես նախ այդ հրապարակումը չեմ տեսել, երկրորդը խոսել մի բանի մասին, որ հաստ չի, ես չեմ ուզենա, որովհետեւ այդպիսի ենթադրությունների վերլուծություն կամ ենթադրությունների չգիտեմ մեկնաբանություն ես չէ։ Բայց բացառում եք համագործակցություն այս դաշտում։ Մենք առաջնորդվում ենք այն փաստաթղթերով, այն դեկլարացիայով, որը որ ստորագրվել է։
Հավելյալ մեկնաբանություններ չեն։ Ռուսական ընկերությունը Շնորհակալություն։ ընդունելի կլինի հայկական կողմի։ Շնորհվում ենք այն փաստաթղթերով, որոնք որ ստորագրվել են։ Այստեղ որևէ փոփոխություն այդ Վաշինգտոնյան փաստաթղթում չի կարող լինել, որտեղ ի վերջո բոլոր պայմանագրերն էլ համաձայնագրերն էլ որոշ փուլում իրենք կարող են վերածվել, նոր կետեր ավելացվել։ Այս փուլում այդպիսի բան չկա։ Շատ